Այս դրվագում պատմությունը հասնում է լարված ու անսպասելի պահի։ Աշոտ Կարապետյանի կերպարը հայտնվում է Կարեն Մանթաշյանի առջև և իրավիճակը շատ արագ վերածվում է մեծ կոնֆլիկտի։ Կարենը հասկանում է, որ Աշոտը դավաճանել է իր վստահությանը և Ռոմելայի հետ կապված կարևոր գաղտնիքներ է թաքցրել։ Ռոմելա Սարգսյանը, որը Կարենի դուստրն է, փորձում է բացահայտել իրականությունը։ Նա արդեն հասկացել է, որ Աշոտը իրեն խաբել է և իր վստահությունը օգտագործել է սեփական նպատակների համար։ Ռոմելան որոշում է այլևս չլռել և Կարենին պատմել այն ամենը, ինչ գիտի։ Կարենը, լսելով Ռոմելայի բացահայտումները, կորցնում է համբերությունը։ Նա հասկանում է, որ Աշոտը ոչ միայն խաբել է իր աղջկան, այլև փորձել է թաքցնել իր իրական մտադրությունները։ Աշոտի պահվածքը ավելի է մեծացնում Կարենի զայրույթը, և նա բռնում է Աշոտի օձիքից, պահանջելով պատասխանատվություն իր արարքների համար։ Ռոմելան փորձում է կանխել իրավիճակի ավելի մեծ սրացումը, սակայն Կարենի զայրույթը հասել է սահմանին։ Նա պատրաստվում է ապտակել Աշոտին, որպես իր հիասթափության ու զայրույթի արտահայտություն։ Այս պահը դառնում է դրվագի ամենալարված տեսարաններից մեկը։ Միևնույն ժամանակ Աշոտը հասկանում է, որ իր գաղտնիքը բացահայտվել է, և այժմ նրա համար ամեն ինչ կարող է փոխվել։ Ռոմելան նույնպես կանգնում է դժվար ընտրության առաջ, քանի որ նրա և Աշոտի միջև եղած վստահությունն